Աստված օգնական Սրբազան հայր, կարող եմ ձեզ մի քանի հարց տալ։ Աստված պահապան, իհարկե լսում եմ, համեցեք։ Ինչ է նշանակում լինել հայ առաքելական ուղղափառ Սուրբ եկեղեցու անդամ 21-րդ դարում։ 21-րդ դարում ըստ դարի պահանջի հայ առաքելական եկեղեցու անդամ պետք է լինի կիրթ, պետք է լինի գիտակ, պետք է լինի իր եկեղեցուն հավատարիմ, նաև լինի մեր պարագայում լինի լավ հայրենասեր եւ լավ Վրաստանի քաղաքացի։ Ինչպես կարող է եկեղեցին լսելի դառնալ երիտասարդների համար, որոնք ապրում են TikTok-ով եւ Instagram-ով։ Այսօր տեսնում եք, որ գրեթե բոլոր թեմերը սկսել են օգտագործել այդ ինտերնետ հարթակները քարոզչության համար, իրենց ձայնը լսելի դարձնելու համար եւ հետեւաբար ես կարծում եմ այսօր մեր երիտասարդները ամբողջությամբ ունեն այդ հնարավորությունը ստանալու իրենց ցանկալի ինֆորմացիան այդ հարթակներից, դա լինի Instagram, լինի Facebook, լինի TikTok, բայց դա չի նշանակում, որ եթե այդ ամեն ինչի մեջ ինքը գտնում է իր ցանկալի ինֆորմացիան, ինքը պետք է հեռու մնա եկեղեցուց կամ դադարի հաճախել եկեղեցի։ Որ պահն է ձեզ հատկապես հուզում պատարագի ժամանակ։ Ընդհանրապես գիտեք ինչ, հոգևորականի համար ամբողջ պատարագն է հուզիչ, որովհետև դա մի այնպիսի արարողություն է, որտեղ որ կանգնած ես Աստծո առջև։ Բայց ինձ համար կոնկրետ երրորդ մասը, որը կոչվում է բուն պատարագ, դա այն մասն է, որը սկսվում է Սուրբ հաղորդությունից, երբ որ Սուրբ Հոգու ազդմամբ եւ պատարագիչ հոգևորականի համապատասխան աղոթքներով հացը եւ գինին վերափոխվում են Քրիստոսի մարմնին եւ արյանը։ Ինչը կցանկանայիք ավելի հաճախ տեսնել մեր եկեղեցիներում։ Կուզենայի տեսնել հավատացյալների, որոնք իրոք հետաքրքրված են, թե ինչ է կատարվում եկեղեցում։ Շատ հաճախ քարոզելիս կամ պատարագելիս մանավանդ մեծ տոների ժամանակ մենք տեսնում ենք մարդկանց հայացքներ, այսպես ասած ապակի հայացքներ, որոնք ընդհանրապես սպասում են, թե երբ պետք է վերջանա պատարագը, որ չգիտեմ, բաժանվի օրհնված ջուրը կամ երբ պետք է վերջանա պատարագը, որ բաժանվի խաղողը եւ այլն, մեծ տոների մասին է խոսքը։ Ես ցանկանամ, որպեսզի մարդիկ ավելի հետաքրքրված լինեն ոչ թե նրանով, թե ինչ են իրենք պատարագից հետո վերցնելու, այլ ինչու համար են այդ ամեն ինչը իրենք վերցնելու եւ տանելու իրենց տները։ Հնարավոր է լինել ժամանակակից եւ միևնույն ժամանակ իսկապես եկեղեցական մարդ։ Ինչպես գտնել այդ հավասարակշռությունը։ Իհարկե հնարավոր է, մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ որ ամեն ինչ բոլորի համար հասանելի է, եւ պետք է ընդհանրապես կարողանանք մենք գտնել չափը եւ այսպես կոչված այս վերջերս այդ օգտագործվում է այդ բառը շատ կարմիր գիծը ամեն ինչի մեջ, թե ինչից այն կողմ չպետք է անցնի մարդ, թե հոգևորական, թե աշխարհական։ Եվ ես կարծում եմ, որ եթե մարդ իսկապես գիտակցում է, որ ինքը եկեղեցու անդամ է, ինքը եկեղեցու հավատացյալ է, ինքը կարողանա գտնել այդ չափը եւ կարմիր գծերը։ Շատ հետաքրքիր հարց էր, որովհետեւ այսօր այդ նույն հարցը եւ նույն հարցով ես շատ անգամ դիմել եմ մեր հավատացյալներին, որովհետև կարծում են, որ եկեղեցի գալ կարելի է ուղղակի։ Բացատրեմ ինչ եմ ուզում ես ասել։ Եկեղեցի գալու համար մարդ պետք է անցնի որոշակի պատրաստություն։ Դա ինչ որ մի մեծ բան չէ, մի չարչարանք չէ, մի մեծ լուծ չէ։ Ընդհանրապես մարդ պետք է գիտենա, երբ որ եկեղեցի է գալիս, ինչպես պետք է հագնվի։ Եթե հաղորդություն պետք է ստանա, ինչպես պետք է պատրաստվի այդ հաղորդությանը, չէ՞։ Մենք այսօր տեսնում ենք մանավանդ ամառային շրջանում մեր տուրիստական վայրերում գտնվող եկեղեցիներում, թե ինչպիսի զգեստներով են մտնում մեր հայրենակիցները եկեղեցի։ Եվ շատ անգամ ես հարց եմ տվել մեր հավատացյալներին, հարցելով, թե եթե քո դպրոցի տնօրենը, քո երեխայի դպրոցի տնօրենը քեզ կանչի իր մոտ, երեխայի մասին խոսելու կամ լավ կամ վատ, դու արդյոք այսպես կգնաս։
Ասել է իհարկե ոչ, տնօրենի մոտ եմ գնում, իսկ ասում եմ դու գալիս ես այս բանին Աստծո տուն, Աստծո առջև ես կանգնելու, որովհետեւ քո հակու կապը համապատասխանում է այդ ամեն ինչին։ Եվ կարծեմ պետք է այդ ամեն ինչի վրա մենք մեր հավատացյալները, մանավանդ մեր հայրենակիցները ավելի շատ ուշադրություն դարձնեն։ Դուք ինքներդ էլ տեսնում եք, թե Վրաց եկեղեցու հավատացյալները ինչպիսի ուշադրությամբ են այդ ամենը անում, ինչպիսի հետևողականությամբ են այդ ամենը անում եւ երևի թե ված չի լինի, որ իրենցից օրինակ վերցնեն մեր հավատացյալները։ Ինչ եք պատասխանում, երբ մարդիկ հարցնում են, քանի մոմ պետք է վառել, որ աղոթքը լսվի։ Ես ընդհանրապես, եթե անկեղծ լինեմ, ասում ինչքան ուզում ես, այդքան էլ վառեմ։ Աստված օգնական սրբազան հայր, շնորհակալ եմ անչափ։ Աստված պահապան։